Տարվա առաջին եռամսյակն ամփոփում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,1% աճով։ Վիճակագրական կոմիտեի տվյալով բոլոր ուղղություններում բացի գյուղատնտեսությունից աճ է արձանագրվել։ Հունվար-մարտին ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում 22%, արդյունաբերությունում այն 13,4 է։ Ծառայությունների ծավալն ավելացել է 7,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը 7,7, առևտուրը 2,1%-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4,6%-ով, գրեթե նույնքան էլ կազմել է թե արտահանման, թե ներմուծման աճը։ Գյուղ ոլորտում համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5,2%-ով։ Ինչ վերաբերում է գներին, ապա սպառողական ապրանքների գնաճը կազմել է 4,2, իսկ արդյունաբերական արտադրանքինը 9,2%։ Գյուղատնտեսության ոլորտում կա որոշակի անկում, շուրջ 5,2%, ինչը նաև որոշակի պայմանավորված է անցած տարվա բարձր բազային էֆեկտով, որովհետև անցած տարի առաջին եռամսյակում գյուղատնտեսությունը գրանցել էր 10,5% տնտեսական ակտիվության աճ։ Արդյունաբերության աճը պայմանավորված է թե հանքարդյունաբերության, թե մշակող արդյունաբերության ոլորտների աճով, նկատում է Արշալույս Հարությունյանը։ Ինչ վերաբերում է առևտրի ոլորտի համեմատաբար ցածր աճին, ուշագրավ է, որ պահանջարկը չի նվազել։ Տնտեսությունում կա պահանջարկի դրական զարգացումներ, բայց միևնույն ժամանակ առևտրի աճը ավելի համեստ է աճում, այստեղ որոշակի կառուցվածքային փոփոխություններ են տեղ ունեցել, եթե մարդիկ օրինակ նախընտրում էին նախկինում ապրանքներ ձեռք բերել տնային պայմաններում սպառել, հիմա արդեն եթե տեսնում եք կացություն հանրային սննդի աճը ավելի բարձր է, ինչը նշանակում է, որ մարդկանց նաև նախասիրությունները փոխվում է դեպի ծառայությունների ոլորտ եւ սպառումը ուղղվում է արդեն ծառայությունների ոլորտից։ Վերարտահանման գործոնը էականորեն թուլացել է եւ ներկայիս աճերում էական դեր ունեն ներքին գործոնները, կարծում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Մենք տեսնում ենք, որ բավական դինամիկ աճ է ցուցաբերել, ինչը նաև արձանագրվել էր Համաշխարհային բանկի վերջին զեկույցում։ Այստեղ ուղղակի պետք է հասկանալ, որ հիմնականում շինարարության ոլորտի աճը դա ժամանակավոր ազդեցություն ունի եւ այլ ոլորտներ, եթե մենք դիտարկում ենք, տեսնում ենք, որ հիմնականում ծառայությունների ոլորտն է մոտ այս աճի ցուցանիշին։ Գյուղ ոլորտի հետ կապված, քանի որ մենք դեռևս խոսում ենք ընդհանրապես ամիսների տվյալներով, սակայն գյուղ ոլորտը, քանի որ ինքը սեզոնային բնույթ է կրում, այստեղ փաստացի իրացման հետ կապված մենք ամբողջ տարով կարանք պատկերացում կազմել։ Տնտեսությունը հիմնված չէ մեկ ոլորտի աճի վրա եւ բավական տարածված է, նշում է Արշալույս Հարությունյանը։ Իսկ թե որքանով են քաղաքացիներն իրենց վրա զգում այս աճը, շեշտում է։ Օրինակ գործազրկության մակարդակի նվազումը գործոններից մեկն է։ Բացի դրանից նաև աշխատավարձերի աճը, որը բնականաբար ուղղվում է արդեն վարձու աշխատողներին, գրեթե բոլոր ոլորտներում կան վարձու աշխատողների, այսպես ասած, աշխատավարձերի աճ։ Բացի դրանից, երբ ընդհանուր տնտեսությունում եկամուտները աճում են, դա բնականաբար որոշակի տնտեսության սուբյեկտներ սպառում են եւ այն խավը, որը որ չի կարող տվյալ բարիքից օգտվել, այստեղ նաեւ շատ կարեւորվում է պետական քաղաքականությունը, որովհետեւ ռեսուրսների վերաբաշխման արդյունքում, ինչպիսիք օրինակ կենսաթոշակների բարձրացումը, կարողանան նաեւ միջոցները ուղղել այն խավին, որտեղ որ օրինակ ավելի քիչ կարող են օգտվել տնտեսական աճից։ Ինչ վերաբերում է տարվա մյուս մասին եւ կառավարության թիրախին, տնտեսագետները կարծում են, որ այստեղ կարևոր է նաեւ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ավարտը։ Եթե այս տարածաշրջանում խաղաղություն տիրի համայն դեպս, ապա այս պարագայում կարծում եմ այդ թիրախը կապահովի, ինչը նաև վկայում է Համաշխարհային բանկի զեկույցում տրված կանխատեսումները, եւ բացի դրանից, եթե օրինակ վատատեսական սցենարով դիտարկենք, ապա սա երկարաժամկետ կանխատեսում բնականաբար չեն կարող անել, արդեն որոշակի պատկերը կարող փոխվել, քանի որ մենք նաև Իրանից որոշակի թե որպես լոգիստիկ առումով, թե նաև որպես ներմուծման հետ կապված բազմաթիվ ապրանքների կախվածություն ունենք եւ հետեւաբար դա անխուսափելիորեն կազդի մեր տնտեսության վրա։ Ֆինանսների նախարարության գնահատմամբ ներկայում զարգացումներն ընթանում են այն հետագծով, ինչ կանխատեսել են, իսկ տարվա համար կառավարության թիրախը 5,4% տնտեսական աճն է։ Նիկոլայ Ավետիսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։